Սեյսմիկ ակտիվ երկրում, ինչպիսին Հայաստանն է, շինարարությունը վաղուց այլևս միայն ճարտարապետություն չէ, այն անվտանգության, պատասխանատվության և գիտության համադրությունն է։ Փահաբաջան փորձագիտական լաբորատորիան այն կառույցներից է, որի եզրակացությունները լռությամբ կրում են հազարավոր մարդկանց կյանքի պատասխանատվությունը։ Այսօր պրեստիժ մեդիան հյուրընկալվել է Փահաբաջան ընկերության հիմնադիր տիկին Փիրուզ Աբաջյանին։ Բարև ձեզ տիկին Աբաջյան, շնորհակալ ենք հարցազրույցի մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավիրելու համար։ Տիկին Աբաջյան, նախ կխնդրեմ սկսենք հենց սկզբից։ Դուք ծնվել եք օգոստոսի 15-ին Լենինականում, Աբաջյան Գերդաստանում։ Խոսենք ձեր ընտանիքի մասին։ Այո, ծնվել եմ քաղաք Լենինականում, մանկությունս անցել է շատ լավ, մեր Գերդաստանը շատ մեծ է եղել։ Աբաջյանները ընդհանրապես մեծ ազգ են։ Եվ այդ մեծ ազգի մեջ մեծացել եմ Գյումրվա կոլորիտով, համով, հոտով, զրույցներով, իրենց հումորներով այդ միջավայրում մեծացել եմ։ Մանկապարտեզ եմ գնացել բնականաբար, ավարտել եմ համարինը միջնակարգ դպրոցը, ունենալով մեծ Գերդաստան, մեծ շփումներ ենք ունեցել մեր ազգի հետ, ազգերի մեծերը հարգված են եղել բոլորը իրենց տեղում։ Լավ մանկություն եմ ունեցել։ Իմ պապը, հայրիկիս հայրը, օրինակ եղել է մեքենավար, որը հայրենական մեծ պատերազմի ժամանակ առաջիկից ինքը բեռներ է տեղափոխել, զինամթերք, մթերքներ եւ այլն։ Դրա մասին նույնիսկ կինոնկար կա։ Հայրիկիս հորեղբոր տղաները ռեժիսորներ, դերասաններ, ինչպիսին է Վլադիմիր Աբաջյանը, Գևորգ Աբաջյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Գևորգ Աբաջյանի կինը եւ ունեցել ենք նաեւ բժիշկներ, շատ մեծ բժիշկներ, ինչպիսին է Վարաշակ Աբաջյանը, որը հիմա հիվանդանոցը Գյումրի իր անունով է կրում, ունեցել ենք նաեւ մանկաբույժ Մարտին Աբաջյանը, որը հիմա թաղված է Գերմանիայի Պանթեոնում, ինքը շատ մեծ բժիշկ է, նա հրավերքով գնաց Գերմանիա, հրավիրեցի եւ նա մնաց այնտեղ։ Այնտեղ էլ մահացավ եւ այնտեղ թաղված է Պանթեոնում։ Ինչ դեր ունեն ձեր կյանքում գեները։ Ես գիտեմ, որ ձեր հայրը Խորեն Աբաջյանը զբաղվել է սպորտով եւ դուք ժառանգել եք սպորտի նկատմամբ սերը, սպորտով զբաղվել, այդ գեները կարծես ձեր հորից եք ժառանգել։ Այո։ Կխնդրեմ այդ մասին խոսել։ Այո, ծնողս բանակում ծառայելու ժամանակ ինքը ծանրամարտով է պարապել եւ Կիրովի շրջանում եղել է չեմպիոն։ Բանակից վերադառնալուց ես դեռ չեմ ծնվել։ Շատ սպասող երեխա եմ եղել ընտանիքում, ասեմ, որովհետեւ ծնվել եմ անմիջապես մահացած եղբորիցս հետո։ Եվս մեկ եղբայր ունեմ, ինձանից մեծ 6 տարով։ Հանգարցամա եղել մեծ եղբայրս եւ ինձ շատ է սպասել, երևի շատ դրամը շատ են սիրել ինձ եւ մի քիչ երես են թվել։ Ասեմ, հայրս սիրում էր, երբ ընտանիքի բոլոր անդամները առողջ էին, ինքը առողջ մարդ էր շատ, զբաղվում էր սպորտով, յոգայով, ծանրամարտով եւ ստիպեց սկզբից դե իհարկե մենք փոքր ենք, չենք հասկանում որն էլա։ Ստիպեց մայրս ուզում էր, որ ես անպայման դաշնամուրի գնամ։ Անպայման երաժշտական ասում եմ, թե բոլոր աղջիկները գնում են երաժշտական, ինչա, այս աղջիկը ինչի պիտի գնա սպորտով եւ ես պարապել եմ բիաթլոնով։ Պատկերացեք, հրացանը շալակած գնում գալիս է ծանր զենքը, անընդհատ գնում գալիս է, ասում եմ ուրիշները դաշնամուրի գնում են սոլֆեջոյի են իրանց բանը տետրեր առած, իսկ դու զենքը ձեռքիդ մի քիչ անընդունելի էր 70-ական թվականները մի քիչ պապանդողական էին մարդիկ, այդքան չէին սպորտով զբաղվում, բայց հայրս շատ էր սիրում ու ոչ միայն իմ հետ, բայց ինձ հետ հատկապես։ Հետո մարզիչիս գտանք, մարզիչս արդեն օրինական պարապեցի եւ Հայաստանի Հանրապետությունում 3 անգամ ես չեմպիոն եմ եղել դահուկավազքի, բիաթլոնի, այնուհետև միութենական մրցումների եմ գնացել շատ։ Դպրոցական տարիներին շատ շրջագայել եմ եւ պայքարելու ունակությունը, որ սպորտի մեջ կա այսպիսին բան, որ պետք է պայքարել, ով որ չի պայքարում, նա դուրս էր գալիս։ Բնականաբար չէր բանում, ունեինք շատ բարեկամներ, որ իմ հետ պարապում են, բոլոր դուրս եկան։ Իսկ ես սիրում եմ պայքարել։ Դժվար է, ծանր մարզաձև է, ինքը աղջկան ոչ հարիր, մանավանդ, որ Հայաստանում մատերի վրա հաշվում են, որ այդպիսի սպորտաձևով պարապող աղջիկներ կան։ Ռեժիմով ուտում ես, ռեժիմով պարապում ես, դա դժվար մարզաձև է։ Ամենայն դեպս շատ ուրախ եմ, որովհետև առողջությանս համար հայրիկիս եմ պարտական։ Իսկ մայրիկին։ Նա երբ տուն էր մտնում, անպայման ամբողջ տունը պետք է մաքուր լիներ, շատ իդեալական մաքուր։ Տեղաշորները պետք է իդեալական հավաքված լինեն, եթե չէր լինում, ինքը քանդում էր, կանգնում էր, ստուգում էր, որ նորից ես անեի այդ ամեն։
տան տնտեսում մայրս է զբաղվել, ճաշ եփելը, թխվածները, մայրս շատ համով թխվածներ էր անում, ամբողջ Երևանում պտտվում էր իր թխվածքը, ձեռքից շատ շնորհքով էր։ Ինձ էլ ստիպեց եւ իհարկե մայրիկիս շնորհակալ եմ հենց դրա համար։